Անուշ ջան, մենեջեր Անուշ ջան, բարևներ եմ փոխանցում ու Անուշի համար քարտեզ եմ փոխանցում, կտակ իրա։ Էս էլ ձեզ որ լավ եղեք։ Հաջան, բարևներ։ Քիչ անձնական է հարցը։ 37 տարի է ապրում ենք վագոն տնակում։ Այդ պետություն ձեր նկատմամբ պարտավորություն ունի։ 22 տարի առաջ սերտիֆիկատ եմ տվել, ես եմ վախտանչախաս եմ եղել։ Բախկիններին չէ, համ փողը չէր հերիքում, համ էլ չգիտեմ ինչ ա եղել, փաստաբանի փող էլ չունենք, որ մենք փաստաբան վարձենք, այդ հարցերը։ Հա, հիմա այդ հարցերը իրավական առումով ես ճիշտ եմ, նամակներ որ ստանում եմ, այդ հարցերը պետքա դատարանով լուծվի, եղբայր։ Բայց ես փաստաբանի միջոց էլ չունեմ ու սպիտակում երևի ինպես դե պետք է հիմա ընտրական շրջան ամենք նյութական որևէ խոստում չենք կարա տա, հետո պետք է նայենք թե այդ հարցերը ոնց կարանք աջակցենք։ Հիմա չեմ կարող։ Մեկ էլ ինվրա ենթամշակույթ են դրել Փաշինյան ջան, 3 տարի։ Հա։ Մի հատ նայեք իմ ձեռներին, էս ենթամշակույթի ձեռներ ան։ Ոչ դուժող կա, ոչ բողոք կա, ոչ տնիցս արգելված բան են հանել։ Կպարզենք։ Ու հետն էլ այս օրենքները նենց հորինված, չգիտեմ ոնց մտքերս ասեմ որ ճիշտ լինի։ Մեծամասնությունը այդ օրենքի աշխատող դուրս են գալի փաստաբան։ Չի լինի մի հատ էս ին վրա որ գործ ա դրե, օրենքը նենց լինի, այդ դատախազը, այդ քննիչը դատվածություն ունի։ Հա, գա ինձ փաստաբան։ Գա ինձ փաստաբան։ Դա մենք կհասկանանք։ Իսախանյանն ուրա ոնց հասկացա անիմաստ է իմ ձեզ մոտ։ Չէ, եղբայր, չէ, մի րոպե, անիմաստ չի։ Ասում եմ հիմա այդ որ ասում եք փաստաբանի հնարավորություն չունեք, հիմա ընտրական շրջանը այդ կարգի նյութական խոստումներ չենք կարող տանք, բայց կմտածենք այն մարդիկ ովքեր շահառու են, ժամանակից ԲԳՎ ստացել են, բայց հիմի եկել այն փուլը, որ մենակ դատարանով է լուծվելու, կմտածենք այդ մարդկանց ոնց աջակցենք։ Աջակցության ծրագիր կանենք, էլի գուցե։ Պատկերացրիք, որ դուք կարողանաք գնալ դատարանում այդ հարցը լուծեք, որովհետև օրենքով նենց է, տասնյակ տենց դիմումներ ստացել եմ, քաղաքաշինության կոմիտեի հետ աշխատել եմ, իմիջիալոց ասեմ, տասնյակ մարդիկ արդեն դիմել են դատարաններ եւ ստացել են, եւ մենք հիմա իրանց համար բան ենք անում, իրանց այդ ԲԳՎ-ները թարմացնում ենք, ֆինանսավորում ենք, որ մարդիկ տուն առնեն։ Այդ այսինքն տենց պետք է անենք կներեք, էլի որ ճիշտ լինի ամեն ինչ, տենց չենք կարող անենք ուղղակի մեր կամքով ստորագրելով անենք, պետք է իրավական հիմքը վերականգնվի ու մենք գնանք այդ լուծումը տանք։ Մեկ էլ մի բան հարցնեմ ու Փաշինյան, արդեն երկրորդ անգամ դուք ղեկավար եք երկրի, համաներում չեք անում, ինչով այդ պայմանավորված։ Ասեմ դες ինչով է պայմանավորված, որովհետև համաներումը չի անհատականացնում մարդուն։ Մենք վիճակագրությունը գիտեք ինչա ցույց տալիս, որ համաներումով ազատված մարդկանց մոտավորապես 60%-ը առաջիկա 6 ամսվա ընթացքում վերադառնում են քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն համաներումով ազատված մարդկանց 60%-ը 6 ամսվա մեջ հանցագործություն անում հետա գալիս։ Այսինքն ստացվում է, որ մենք համաներում անելով ուրիշ մարդկանց համար խնդրեմ ենք ստեղծում, որովհետև որ 6 ամսվա ընթացքում հանցագործություն են անում, դուժող ունի, չէ՞, հանցագործությունը։ Հիմա մենք ասում ենք այնպես մեթոդի գնանք, որ ազատենք այն 40%-ին, ով որ համաներումով ազատվում այլ հետ չի գալիս։ Ու դրա համար ինչ ենք անում, պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը հիմա շատ ակտիվացնում ենք, պատկերացրիք, այդ ոնց են ասում գաղութուն դրան, որ սրոկից շուտ դուրս են գալիս։ Այսինքն պատկերացրի 100 հոգի համաներումով դուրս եկավ։ Վիճակագրությունը նախքին ցույց է տալիս, որ 6 ամսվա մեջ 60%-ը հետ է գալիս։ Մենք ասում ենք այդ մարդկանց համար ենք խնդրեմ ստեղծում, դրսում եղող մարդկանց համար են։ Հիմա այն 40%-ը, որ դուրս է գալիս, հետ չի գալիս, այդ 40%-ին մենք պայմանական վաղաժամկետով գտնենք կանոն ազգանուններով, իրանց բնութագրով բաց թողենք այդ մարդիկ գնան իրանց կյանքով ապրեն։ Բայց որ դուք ձեր Իմիջիալոց բայց համաներում արել ենք, 18 թվին արել ենք։ Եվ դա Այսինքն մեր խնդիրն է որ ազատենք նրան, ով գնալու է ու գնալու, էլ հետ չի գալու։